Դիտարկենք վկաներ ոստիկանության ծառայողների ցուցմունքները։ Վկա ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ ոստիկանության մայոր Գրիգոր Կարախանյանը, ով չգիտեմ ինչու մեղադրական եզրակացությամբ գրված էր Կարապետյան նշեց նաև հանրային մեղադրողի կողմից, ինքը Կարախանյան է։ Դեռևս նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ բաժնում է տեղեկացել, որ ձերբակալել են մի խումբ անձինք, ձերբակալվել են, որոնց մեջ ինքը ճանաչել է մոտ 60 տարեկան մի տղամարդու, ով եղել է Տիգրան Դերմոյանը եւ ով անմար կրակի մոտ բղավում էր Նիկոլ Ցեղասպան։ Ոստիկան Կարախանյանը ցուցմունքը պնդեց իմ պաշտպանյալի հետ նույն օրը առերեսման ժամանակ։ Ոստիկան Կարախանյանը լրացուցիչ ցուցմունքի ժամանակ քննիչի ուղղակի հարցերին այն մասին, թե լսել է արդյոք Դերմոյանի կողմից վանկարկումներ հնչեցնելը, առավելապես խուսափողական եւ անհստակ պատասխաններ է տվել, այն է չի պնդել իր սկզբնական ցուցմունքները։ Այդ վկան դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը լսել է ուշադրություն դավաճան եւ մարդասպան վանկարկումները, որոնք մենք նախկինում չենք լսել։ Նախկինում ինքը չէր հայտնել։ Հաջորդիվ հավելեց այս վկան լսել է նաև մեռնեք եւ սատկեք վանկարկումները, որոնք եւս սուտ են։ Վերջում ասեց պնդում եմ իմ նախաքննական ցուցմունքները։ Փորձեք պատկերացնել, ներեցեք այս արտահայտության համար։ Ոստիկանության բաժանմունքի պետ մայոր Կարախանյանը ցուցմունքներից որևէ մեկը մյուսին նման չէ։ Ու ինքը հասարակական կարգ է պահպանում։ Երկրորդը վկա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղական ոստիկանության փոխգնդապետ Արամ Հովսեփյանը նախ ցուցմունք է տվել, որ բաժնում տեղեկացավ, որ մի խումբ անձինք են ձերբակալվել, որոնց մեջ ինքը ճանաչել է Տիգրան Դերմոյանին, ով անմար կրակի մոտ բղավում էր Նիկոլ Ցեղասպան։ Այս ոստիկանը պաշտպանյալից հետ իմ ներկայությամբ առերեսմանը չպնդեց նույնը։ Լրացուցիչ ցուցմունքի ժամանակ խուսափողական եւ անհստակ պատասխաններ է տվել, ըստ էության չպնդելով իր առաջի ցուցմունքը։ Դատարանում հայտարարեց, որ ինքը լսել է դավաճան եւ թուրք վանկարկումները, որոնց մասին նախաքննության ժամանակ չէր հայտնել։ Հարցերին պատասխանելու ժամանակ նաև հավելեց, որ լսել է, որ Տիգրան Դերմոյանը վանկարկել է ծախեցիք էս երկիրը, որի ժամանակ նախկինում եւս չէր հայտնել։ Ոստիկան Հովսեփյանը, ինչպես ոստիկան Կարախանյանը, իր 3 տարբեր ցուցմունքներով փաստորեն ավելի խորացրեց այն խառնաշփոթը եւ վերպնդումները, որ մեղադրանքը անհիմն է։ Պատվարժան դատարան։ Պնդում եմ, որ սույն քրեական վարույթը կառուցվել եւ դատարանը ներկայացվել առավելապես ոստիկանության ծառայողների ցուցմունքների հիման վրա։ Տեսակցության մասին արդեն խոսեցի։ Մեղադրանքի կողմի համար, մեղադրանքի հիմնավորման համար ոչ միայն արկա չեն եղել օբյեկտիվ եւ ծանրակշիռ հիմքեր, այլ այդ ամենը կառուցվել է պաշտպանյալից դեմ վկայած ոստիկանության 2 ծառայողների ցուցմունքների վրա։ Ընդ որում պետք է նկատել, որ այդ անձինք ծառայության բերումով ակտիվորեն ներգրաված են եղել խնդրող առարկա իրադարձությունում, ակնհայտորեն ունեն պատասխանատվության զգալի չափաբաժին, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում ոստիկանության ծառայողների ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը։ Պատվարժան դատարան, եթե վերոգյալին հավելենք նաև այն, թե ինչպես է ընթացել նախաքննությունը, ինչպես են հավաքվել ապացույցները, կատարվել քննչական ու վարորդային այլ գործողությունները, ինչպես է կատարվել դատախազական հսկողություն, ապա պարզ կդառնա, որ սույն գործը ուղղված է անձի ու գաղափարախոսության դեմ, այն ուղղված է քաղաքական միավորի դեմ, այն ընդդիմադիր շարժմանը ճնշելու ու լռեցնելու ակնհայտ փորձ է։ Մենք հասկանում ենք, որ դատարանը գործի ըստ էության քննության ժամանակ
չի կարող քննության առարկա դարձնել նախաքննության ժամանակ մեղադրյալի իրավունքների կոպիտ եւ բազմակի խախտումները, բայց դրանց մասին բարձրաձայնելով ցանկանում ենք ի ցույց դնել պաշտպանյալից նկատմամբ հետապնդումների արհեստական եւ օրենքից դուրս լինելը։ Զորօրինակ, դեռևս հուլիսի 9-ին հսկող դատախազի կողմից կայացվել է որոշում 2024 թվականին, որի մասին մենք տեղեկացել ենք նախաքննության ավարտից հետո։ Պատվարժան դատարան, ապացույցների մասին հակիրճ նշեմ հետևյալը. սույն քրեական գործով ապացույց չկա, պնդում են, որ ապացույց չկա, անգամ հարկ չեմ համարում խոսել դրանց նկատմամբ կիրառման ենթակա քրեադատավարական օրենքի նորմերի կամ նախադեպային որոշումների մասին։ Իհարկե կարելի է նշել Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատանի որոշման մասին, բայց սույն դեպքում անգամ դրա կարիքը չկա։ Պատվարժան դատարան, քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի սահմանած կարգով վերդիկտ կայացնելիս լուծվելու են հետևյալ հարցերը։ Առաջինը, ապացուցված է արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները, արարքը։ Երկրորդը, ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը։ Երրորդը, ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը։ Եվ վերջապես չորրորդը, ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ։ Սույն պաշտպանական ճառի մեջ ներկայացվածի հիման վրա եւ ոչ միայն հաստատապես պնդում են դատարանի համար անհնար է լինելու վերոգյալ հարցերին հաստատական պատասխաններ տալը։ Մեր այս պնդումը ոչ թե բխում է նրանից, որ պաշտպանական կողմ ենք կամ այդպես մեզ համար հաճելի է, այդ օբյեկտիվորեն քննությամբ չի հաստատվել պաշտպանյալից մասնակցությունն իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարմանը։ Պատվարժան դատարան, վկայակոչել եմ վճռաբեկ դատարանի ԵԿԴ կոտորակ 0252 կոտորակ 01 կոտորակ 13 գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման պարզանագրված դիրքորոշումը, որը վերաբերում է անմեղության կանխավարկածին։ Ես մի փոքրիկ մեջբերում կկատարեմ, չեմ ընթերցի ամբողջը, վստահ եմ դատարանի եւ հանրային մեղադրողը քաջացանոթ են իմ կողմից նշված որոշմանը։ Նշված որոշման մեջ դատարանը մասնավորապես արձանագրել է. Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով եւ օրենքներով, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով։ Միևնույն ժամանակ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Նույն որոշման մեջ դատարանը նաև ֆիքսել է, արձանագրել է. այս կապակցությամբ վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության եւ դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։ Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը եւս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը ի թիվս այլոց ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ։ Մեջբերման ավարտը։ Պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ, վերը ներկայացված ակնհայտորեն փաստում է, որ մեղադրական եզրակացության եւ մեղադրողի ճառի մեջ նշված ապացույցները կամ հանգամանքները բավարար չեն պաշտպանյալից վերագրվող ենթադրյալ արարքները կատարված համարելու համար։ Այդ ապացույցները ընդհանրապես չեն վերաբերում նրան, որ Տիգրան Դերմոյանը քրեորեն պատժելի որևէ արարք կատարել է։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ պաշտպանյալից ներկայացված մեղադրանքը ակնհայտ անհիմն է։ Վերոգյալի հիման վրա դատարանին խնդրում ենք հաշվի առնելով սույն գործի նախաքննության ժամանակ թույլ տրված քրեադատավարական օրենքի կոպիտ եւ բազմակի խախտումները, մեղադրական եզրակացության հիմքում ընկած ապացույցների եւ հանգամանքների հիմնազուրկ եւ մտածածին լինելը, Տիգրան Դերմոյանին հանցագործության ապօրինի մեղսագրումը, կայացնել արդարացման դատական ակտ, ճանաչելով եւ հռչակելով մեղադրյալ Տիգրան Դերմոյանի անմեղությունը,
Տիգրան Դերմյանի պաշտպան Պապիկյան, մեր եզրափակիչ խոսքը գրավոր ներկայացնում եմ դատարանին։